Խաղաղություն Աստծո Խաղաղություն ձեզ։ Այսօր նույնպես կպատասխանենք հարցի։ Մի հարց ունեմ, ո՞րն է առաջին սերը։ Սիրելի հարց տվող քույր կամ եղբայր, այս մասին գրված է Հայտնություն գրքում, հիմա որ կարդամ, դա ուղղված է Եփեսացիների եկեղեցուն։ Կարդամ Հայտնության Բայց քեզ դեմ այս ունիմ, որ քո առաջին սերը թողել ես։ Արդ հիշիր, թե որտեղից վայր ընկար եւ զղջա եւ առաջին գործերն արա, ապա թե ոչ կգամ շուտով քեզ մոտ եւ քո ճրագակալը կշարժեմ իր տեղիցը, եթե չապաշխարես։ Բայց այս բանն ունիս, որ Նիկողոսյանների գործերն ատում ես, որոնք էլ ես քեզ եմ ատում։ Այսինքն առաջի սերը թողել է, Եփեսացիների եկեղեցուն է շեշտում, ուղղում այսինքն այդ խոսքը։ Տիրոջ հրեշտակը Տերը։ Այսօր մենք գիտենք ամենքսել, որ Աստվածաշունչը հոգի է եւ պետք է հոգով հասկանանք։ Այսինքն Աստվածաշունչը հայլի է, երբ որ կարդում ենք, մեզ ենք տեսնում, մեր ներսում է գրված։ Ամեն անհատ, ով ուզում ալնի, երբ կարդաց Աստվածաշունչը իր մասին է։ Ով կարդաց Աստվածաշունչը իր մասին է, սա պետք է մենք միշտ հիշենք, մենք հավատացյալներս, քրիստոնյաներս, որտեղ մենք ամենքս Աստծո առաջին Աստծո որդիներ ենք, Աստված մեզ հավատացողներին, իրան հավատացողներին կոչում է Աստծո որդիներ։ Իսկ Աստծո որդիները միածին են։ Ամեն մեկս անհատական ենք Աստծո առաջին, կանգնեմ։ Այս բանը ձևից։ Հիշում եմ պաշտամբների ժամանակ եղբայրներ որ ասում եք, սիրելի քուրեր եղբայրներ, որ կարդում ենք, մի ասեք, այս են քրոջ մասին, կամ են եղբայր մասին, քո մասին։ Իհարկե, Աստվածաշունչը դիպուկ է, դիպուկ խոսք է, սուպեր գիրք է, ոնց է ասում աշխարհը, կամ ասենք շատերը։ Մի խոսքով, լավ, ու մեր հարցը կենտրոնանանք, մեր խոսքը պատասխանը կենտրոնանանք տված հարցի շուրջը։ Ձերներ, տեսեք, Եփեսոսի եկեղեցում է ուղղված։ Եփեսոս նշանակում է բնագրով անվնաս։ Ինքը կրապաշտության կենտրոն էր, Եփեսոս քաղաքը, բայց ու իրան համարում էր անվնաս։ Այսինքն մեր մեջ կա մի հատկություն, մի հասկացողություն, որ մենք ասում ենք, ուրեմն անվնաս ենք, բայց կրապաշտություն ենք անում։ Որն այդ կրապաշտությունը ասվեց մի քիչ առաջ կարդաց Մելանյան, որ առաջի սերը թողել է։ Սերը Աստված է, եթե սիրուն ասում թողում ես, նշանակում կուրքին ես այդ։ Թողում ես առաջի սերը։ Տեսեք, ես համարներ եմ հանել Աստվածաշնչից, կարդամ ամենքի շինության համար Կողոսացիների առաջի գլուխ 17-18 խոսքերը։ Եվ նա ամենից առաջ է, եւ ամեն բան նրանով է հաստատ։ Եվ նա է մարմնի, այսինքն եկեղեցու գլուխը, որ նա է սկիզբը, մեռելների անդրանիկը, որպեսզի ամեն բանի մեջ նա լինի առաջինը։ Տեսեք ում մասին նա Քրիստոսի։ Առաջի սերը Քրիստոսի սերն է, հենց Աստծո սերն է, որը հենց Քրիստոսն է։ Տեսեք մի փոքր մի քանի բառով այս մասին ասենք, նոր ասենք առաջ սիրելի հարց տվող սիրելի քույրեր եւ եղբայրներ։ Երբ որ մեզանից ամեն մեկը գալիս է դեպի Քրիստոսին, հավատքը ընդունում է, խոսքը լսում է, ընդունում է ու սիրտը բացում է, ասենց ասած Քրիստոսի առաջ, այն ժամանակ լսում է ինքը սիրով։ Այն ժամանակ ինքը խոստանում է ասում ամեն ինչ։ Ես քոնն եմ, ես սիրում եմ քեզ Տեր։ Հələ մտաբերեք ամեն մեկը ձեր առաջի քայլերը հավատքի մեջ։ Ամբողջ սրտով, ամբողջ հոգով սիրում եք ասում։ Բայց երբ որ անցնում է որոշ ժամանակ, այդ որոշ ժամանակը միգուցե տարիներ, հպարտանում ես դու ու այդ առաջի սերը թողում ես, ես արդեն ասումն եմ, սկսում ես կռապաշտության գնալ, այսինքն սերը թողել, հանդիմանել, քեզ համեմատել ուրիշի հետ, կամ օրենքներ բերել, դնել, սերը թողում ես, հիմնվում ես գրի վրա, Աստվածաշնչի գրի վրա, ոչ թե հոգու վրա Աստվածաշնչյան, այլ գրի վրա։ Այս մասին Աստված խոսում, որ դու առաջի սերը թողեցին։ Բայց վեճ որ խոսքի մեջ կարդաց Մելանյան, որ
գրված է, բայց այս մի բանն ունես, որ Նիկողոյոսյանների վարդապետությունը չես ընդունում։ Ես էլ չեմ սիրում, չեմ ընդունում։ Իսկ Նիկողոյոսյան նշանակում է ժողովուրդը նվաճող։ Ժողովուրդը նվաճող, այսինքն ես իմ մեջ տեսեք, կան մարդիկ, ես օրինակ եմ ասում, դուք պատկերացրեք, մարդիկ կան, որ նվաճում են ժողովրդին։ Ես լավ քարոզող եմ, ես լավ երգող եմ ու տիրում եմ ժողովրդի վրա։ Սա Նիկողոսյանների վարդապետությունն է։ Սենց կանես կգաս մեր եկեղեցին, չես անի չգաս։ Դու սենց արեցիր, դուրս պիտի գաս մեր եկեղեցին, մի խոսքով տիրում են, իշխում են, նվաճում են ժողովրդին։ Սա Եփեսոսը անվնաս եկեղեցին մեր միջի անվնաս հասկացողությունը չի սիրում այդ իրավիճակը, բայց առաջի սերը թողել է։ Ու շարունակության մեջ ասում է վերականգնվի, վերհիշի տես որտեղից վայն ընկար, ապաշխարի թե չկական ճրակակալը կխախտի մեր տեղից։ Ճրակակալը գիտեք որն է, սիրելի քույրս եւ եղբայրս, մեր ճրակը մեր բարի գործերն է։ Այն որ բարի գործ անը մի հոգի փայլում է, լույս է տալի։ Մարդիկ նայում են, ասում են, «Ո իսկականից էս ինչ բարի մարդ է, ինչ լավ մարդ է»։ Իսկ ճրակակալը մենք ենք, մեր հասկացողությունն է, մեր ներսի աշխարհն է, որը գործ անելով լույս է տալի մարդկանց։ Դեստեղ ասում է Տիրոջ հոգին ասում է կգամ եւ այդ ճրակակալը կխախտեմ իր տեղից։ Այսինքն դու չես կարող այդ բարի գործեր անես։ Քո այդ առաջի սերը թողելով դու արդեն կսկսես չարություն անել, մտածել որ բարի է։ Ճրակակալը կխախտվի իր տեղից։ Այսինքն լույս կտաս աշխարհի համար, ոչ թե Տիրոջ համար։ Անօրենության համար գործեր կանես, ոչ թե արդարության համար, այսինքն Տիրոջ համար։ Ես ուզում եմ կարդալ նաև Եբրայեցիների 3-րդ գլուխ 14-րդ խոսքը։ Եբրայեցիների 3-րդ գլուխ 14-րդ, որովհետև մասնակից եղաք Քրիստոսին, եթե այն հաստատության սկիզբը մինչև վերջը պինդ բռնեք։ Մասնակից եղան Քրիստոսին, սիրուն, բայց մինչև վերջ եթե պինդ բռնեք այդ հաստատությունը։ Այսինքն մասնակից եղաք առաջի սիրուն, եթե մինչև վերջ առաջի սիրո մեջ մնաք, չթողեք այդ առաջի սերը։ Ասում եք առաջի սերը ներմա, զիջմա, համբերմա, իր կյանքը խաչնա բարձրացնում դիմացինի համար։ Ինքը բոլորի համար է մեկը նմ, առաջի սերը սա է, Քրիստոսի ամբողջ հատկությունն է։ Բայց երբ որ mēs նորից եմ կրկնում, որ մեր ապաշխարությունը մի քիչ ունենա պրակտիկա, ասենց ասած, տարիների ընթացք, մի քիչ մենք փորձենք ունենալ, մի քիչ հարստանում ենք այդ պրակտիկայով, մենք հպարտանում ենք ու առաջի սերը թողում ենք։ Ու սկսում ենք նորից եմ կրկնում, օրենքներով շարժվել, հանդիմանել, արդեն մեզ կարծել եսի ինչ։ Կռապաշտության կողմն ենք ավելի շատ գնում։ Կռապաշտությունն էլ ամեն ինչ մեզ հայտնի է, որ աստվածպաշտություն եւ կռապաշտություն։ Կուրքը ժամանակավոր երևույթ տեսանելի մեղքի աշխարհն է, խորհրդանշում Աստվածաշնչի մեջ։ Իսկ աստվածպաշտությունը սիրո աշխարհը, հավիտենական աշխարհը, հավիտենականությունը։ Կարդամ ես վերջի տեղն էլ Հայտնություն 21-րդ գլուխ 6-րդ եւ 7-րդ խոսքերը։ Եղավ, ես եմ ալֆան եւ օմեգան, սկիզբը եւ վերջը։ Ես ձրի կտամ ծարավին կյանքի ջրի աղբյուրիցը, ով որ հաղթել է, ամենը կժառանգե, եւ ես կլինեմ նրան Աստված եւ նա կլինի ինձ որդի։ Սա ասում է Տերը, սա ասում է սերը։ Աստված Եհովա թարգմանվում է սեր։ Մեր Աստվածը սիրո Աստված է։ Ոմանք ասում են Աստված Տիտղոս է։ Այո, թող լինի Տիտղոս։ Մեր Տիտղոսը սերն է։ Շատ Աստվածներ կան, բայց մերը սերն է, մերը Եհովան, հասկանում եք։ Պետք է սենց էլի ես տեսանկյունով նայել։ Եվ այդ սերը առաջինն ու վերջինն է։ Ես եմ առաջինը եւ վերջինը։ Այսինքն առաջի սերը, որ դու ունես, չես կորցրել, մի քիչ առաջ ես խոսեցի այդ մասին։ Վերջինն էլ եմ ես։ Մի կորցրա, ես ամեքին սիրում եմ, դու ամեքի համար պետք է մահանաս, դու պետք է ներես զիջես ողորմաս ամեքին։ Դու չպետք է երբեք վիճես մեկի հետ։ Դու սխալ ես, ես եմ ճիշտը, դա առաջի սերը թողելն է։ Սեր հակառակը լռմա, զիջմա, Իրանը չի փնտրում։ Կորինթացիների, առաջի Կորինթացիների
13-րդ գլուխը կարդացեք բոլորը։ Սիրո մասին է գրված, թե ինչա սերը։ Եթե այսքան հատկություններից, որը գրված է Կորինթացիների 13-րդ գլխում, որևիցե մեկը քո մեջ չկա, դու իմացի որ սեր չկա, թողել ես այդ սերը, առաջի սերը թողել ես։ Սերը ներմա, համբերմա, զիջմա, Իրանը չի փնտրան, չէ իմասածնա, նեղանում եմ, եթե իմասածը չլինի։ Դա թողելն է առաջի սերը։ Դրա համար ասում եմ, տես որտեղուց վայր ընկար, որտեղուց վայր ընկար, զղջա։ Որտեղ մենք ամեքսել մեր տգիտությունից ելնելով, մեր իմաստության պակասից ելնելով, սայթակում ենք, այսինքն մեղքեր ենք գործում, սխալներ ենք գործում։ Բայց Աստված այդ սխալները ներում է մեր, երբ որ զղջում ենք սրտով։ Դավիթը մեծ մեղք գործեց, անառակություն արեց, իր զորապետին սպանեց։ Դա աններելի մեղք էր։ Եթե մարդկային աչքերով նայենք, ասենք Աստված սխալ արեց, դի չներեր Դավիթին։ Բայց այդ սերը ասու այնքան մեծ էր, որ Դավիթի միջի զղջումը, երբ որ տեսավ, ներեց Դավիթին։ Նույնը մենք սիրելի քույրեր եւ եղբայրներ, եթե անգիտակցաբար մի ինչ որ սխալ ենք անում, ու գիտակցում հասկանում ենք այդ սխալը, վերադառնում ենք այդ սխալը, տեսնում ենք, որ սրա պատճառն էր մեր սերը թողելը, այս մեր սխալի պատճառն էր, ու զղջում ենք ամբողջ սրտով։ Փոշմանում ենք մեր արածի համար։ Լացում ենք մեր արածի համար, զղջում բառը էլի, որ չես ուզում, տեխի արեցի էդի, այսիա զղջալը։ Զղջում ես ու Աստված տեսնելով քո սրտի միջի զղջումը ներմա քեզ։ Ծննդոց մեջ ջրհեղեղը երբ որ եղավ, կործանեց Աստված Աստծո բարկությունը ամբողջ աշխարհը կործանեց մեղքի համար։ Ու ասեց, եթե սրանից հետո որ մեղքի համար ես ուզենամ մարդ սպանեմ, ամպերեմ, որ անձրևով կործանեմ նորից մարդկանց, աշխարհը, երբ որ տեսնեմ այս աղեղը ամպերի մեջ, չեմ անի, չեմ սպանի։ Եհովա Աստծո խոսքերն ասա գրված։ Իսկ ամպերի միջի աղեղը ո՞րն է, սիրելի քույրս եւ եղբայրս, հոգեվոր իմաստով, մեր ներսի աստվածաշնչյան լեզվով դա մեր զղջումն է։ Եթե զղջումը տենա Աստված, էլ չի կործանի մեզ։ Ու սա գործում է մինչև այսօր, որտեղ Աստված երեք այսօր հավիտյան նույնն է։ Ես մտածում եմ, որ Այսքանը։ հա, առաջի սերը սիրելի հարստվող, եթե դու կորցրել ես, եթե առաջի սերը դու թողել ես, հիշի տես որտեղից ընկար, ումն ես տեղացել, գնա ներողություն խնդրի։ Գրված է, երբ որ զոհը դնես սեղանի վրա ուզենաս զոհը մատուցանես, մտածի հիշի, տես ում հետ ես, ում ես նեղացրել, գնա սկզբից հաշտվի իր հետ, նոր արի զոհը մատուցա։ Եթե ոչ քո զոհը չի անցնի։ Եթե դու չներես քեզ նեղացնողին կամ ում որ դու ես նեղացրել, եթե չսիրես դու քո եղբայրը կամ քրոջը, քո դիմացինին եթե չսիրես, քո եկեղեցի եթալն է իզուր։ Քո աստվածպաշտությունն է իզուր։ Իզուր ես նկատի ունեմ իզուր է, իրականում իզուր է։ Մարգարեների մեջ Եհովա Աստվածը մարգարեի բերանով ասում է, ով անօրենություն գործող, քեզ ինչ որ իմ խոսքը քո բերանն ես վերցրել։ Քեզ ինչ իմ խոսքը քո համար չի, որովհետև դու անօրենություն ես գործում։ Այս բոլոր մտքերը կապեք իրար, սիրելի հարստվող, ու տեսեք, որ առաջի սերը Քրիստոսն է։ Կորինթացիների 13 գլուխը ես կուզեմ, որ անգիր ամեն մի հավատացող իմանա իր մեջ ու ամեն գործողություն կատարելուց զգա, որ մեկին չզիջեց, զգա վռազ, առաջի սերը կորցրել է, սերը զիջում է։ Հանկարծ հպարտացավ, առաջի սերը կորցրել է։ Մի խոսքով էլի, այս բանով առաջնորդվենք, ինչ բանա սեր ու կորցնելը սերը։ Տերը օրհնի ձեզ այսքանը բերել։ Պարկաս Աստվածոտնի։ Մտեցա ավարտին։ Մնաք Աստծո խաղության մեջ, սիրելի Աստծո ժողովուրդ։ Տերը օրհնի ձեզ։ Աստված ձեր հետ։